Հարգելի հեռուստադիտողներ, մենք գտնվում ենք Ապարան քաղաքում, որտեղ նախօրեին ուշ երեկոյան պտտահողմի եւ ուժեղ քամու հետևանքներով լուրջ վնասներ են հասցվել քաղաքին։ Այս պահին մենք գտնվում ենք շենքերից մեկի տանիքում, որը ինչպես տեսնում եք, բառի իրական իմաստով փլուզվել է եւ ժամանակավոր լուծումներով փորձ է արվել պաշտպանել անձրևից, չնայած որ մենք այստեղ տեսնում ենք նաեւ մեր օպերատորին պիտի խնդրեմ ցույց տալ, աշխատակիցները չափագրում են իրականացնում, որպեսզի րոպե առաջ սկսեն տանիքի վերանորոգման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ ըստ ոչ պաշտոնական տվյալների, հարգելի հեռուստադիտողներ, Ապարանում եւ հարակից գյուղական բնակավայրերում շուրջ 200 շենք-շինության ամենատարբեր հաստատությունների տանիքներ են վնասվել, մեծամասամբ հիմնովին են վնասվել եւ հիմնովին նորոգման կարիք եւ անհրաժեշտություն կունենան։ Կարևոր է նշել, որ ընդհանուր առմամբ 4 մարդ է ամենատարբեր վնասվածքներ ստացել։ Մեր տեղեկություններով օրվա ընթացքում 2 հիվանդները արդեն վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, մյուս 2-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար եւ կրկին նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ես տեղեկացնեմ նաեւ, որ շուրջ 3 տասնյակ ավտոմեքենա է վնասվել այս ամենի հետևանքով, ինչպես նաեւ խոսենք աշխատանքներից, մենք զրույց ունեցանք փոխմարզպետի հետ, զրույց ունեցանք համայնքի ղեկավարի հետ, նրանց պնդմամբ ժամ առաջ արվում է ամեն բան, որպեսզի հնարավորինս շուտ վերացվեն աղետի հետևանքները։ Ինչպես նաև տեղեկություններ ստացանք, որ համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը իր անձնական միջոցներ է հատկացրել, որպեսզի հնարավորինս լուծումներ տրվեն տանիքների նորոգման խնդրին, որպեսզի անձրևաջրերը չլցվեն բնակարանները, մինչև որ համապատասխան ակտ կձևավորվի եւ վնասների չափը կներկայացվի կառավարություն եւ կստացվի նաեւ պետության աջակցությունը։ Պետք է նաեւ նշել, որ 24/7 գրաֆիկով բառի իրական իմաստով աշխատում է Ապարանի համայնքապետարանը, ամբողջ գիշեր աշխատակիցները չեն քնել, Ապարանում դադարեցվել են բոլոր տեսակի պլանային շինարարական աշխատանքները եւ բանվորական ներուժը, առհասարակ Ապարանի ամբողջ ներուժը լցված է տանիքների նորոգման աշխատանքներին եւ մենք հիմա էլ տեսնում ենք փրկարարներից սկսված մինչև անգամ կամավորներ բոլորը լցված են, որպեսզի տանիքների խնդիրը ժամ առաջ լուծվի։ Համայնքի ղեկավարը խոստացել է սեղմ ժամկետներում լուծել բոլոր խնդիրները, մենք անպայման օրեր անց կրկին կայցելենք Ապարան հասկանալու համար, թե ինչպես լուծվեցին խնդիրները։ Այժմ առաջարկում եմ պարզապես զրուցենք բնակիչների հետ, նաև պաշտոնյաների հետ, հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում եւ ինչ տեղի կունենա առաջիկայում։ Պարոն Եղիազարյանը հենց անձամբ իր հետ խոսել են, ինքը ասել է, դուք սկսեք ֆինանսավորման ոչ մի բանի խնդիր չունեք։ Մի ուղղությամբ գնաց հիմնականում այդ եկեղեցու տարածքով, այդ տարածքով ամբողջ ավերելով գնաց մինչև լուսագյուղ էլ է հասել։ Չէ, նման բան չի եղել երբեք, ես 70 տարեկան մարդ եմ, նման բան չեմ հիշում, նման բան չեմ տեսել։ Շատ լավ, քամին դադարեց, ամբողջ կոմունալ աշխատողները, փրկարարները, լրիվ ծառայությունները նորմալ աշխատում էին։ Դրիվ մոբիլիզացիաց դուսին եկած աշխատում են։ Ինչ շնորհիվ մեր համայնքապետը ելավ, այդ մաքրելն էլ, այդքան արագ երբեք չէր մաքրել։ Մեր համայնքապետը շատ վերինաշրջանի աշխատող է։ Հայկյանական ամեն ինչ ուղղեց էլի, ինչ որ վտանգավոր բաներ կար, թզեցին, ամեն ինչ տեղին անում է մեր քաղաքապետը։ Վտանգավոր ինչ որ կրիչները, որը որ կախված է ժողովրդին վնաս կտար, դրանց վերցրելը, հավաքելը, փողոցների թափածը, մաքրելը, կարևոր բաներ է մինչև հիմի։ Մենք շատ գոհ ենք մեր համայնքապետից։ Միշտ մայիսի 28-ին էլ, որ Ապարանի ճակատամարտի օրն էր, ամբողջ գիշեր քուն չունեցել, նույնն էլ այսօր։ Այդ մարդի տղեն հալալ իրան։ Լավ համայնքապետ է։ Համայնքապետարանը, համայնքի ղեկավարը ամեն ինչ անում են, որպեսզի ինչքան հնարավոր աշուտ այդ հարցերին լուծում տրվի։ Ուզում եմ նաև նշել, որ 3 մարզպետն էլ է այստեղ եղել, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, ամբողջ մարզը համայնքով լեցված են այս աշխատանքներին։
Այս պահին դուք տենում եք ինչ արվում, այդքան շատ խոսելու ժամանակ էլ չունենք, դրա հաշվին կարելի է մենք աշխատանք անենք, որտով ինքներդ դուք տենում եք ժողովրդի հետ ամեն վարքյան աշխատում ենք, որովհետև բոլորը սա խնդրեմ ունեն այս պահին։ Այս պահին ընթացիկ աշխատանքներ է արվում, կազմակերպումը արդեն ընթացիկ շինարարություն է։ Իսկ երբ կա ինչ է Վարքյան շուտ ապրծնելու ենք ցանկացած տեսակի խնդիրը լուծումը տալով գնալու ենք առաջ։ Կապ չունի խնդիրը ինչ գլոբալ մեծության մասին է խոսքը։ Ինչը որ կատարվում է համայնքի ղեկավարի անմիջական ոնց որ ասած աջակցությամբ իր ընտանեկան բիզնեսի միջոցների հաշվին են արվում, մինչև հասկանանք կառավարությունը ինչ միջոցներ կտրամադրի թե չէ, ուղղակի համայնքի ղեկավարը տրամադրված է այնպես, որ քանի որ տեսնում եք եղանակային պայմաններն էլ թույլ չեն տալիս, բնակչությանը ոնց որ ասած այս արհավիրքից ազատելու համար ամեն ջանք ու եռանդ չի խնայում, որ այս ամեն ինչը կարգավորվի։